երկու բան անեն, չգիտեմ, մի քիչ ասած։ Բացացեք բերեք։ Աշխատակիցներ, մասնավորապես Բարև Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձ։ Այսօր այս շենքի առջև մի խումբ Երևանի բնակիչներ Արաբկիր համայնքից իրենց բողոքն են քեզ ներկայացնում և քեզանից ճշտելու, ստուգաբանելու հարցեր ունեն։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի քեզանից պարզենք, դու էլ գնաս հայրիկիցդ պարզես։ Այդ թույլտվությունը, որ տրվել է քո կողմից ապօրինի շինարարության վերաբերյալ, որի վերաբերյալ դու ունես քո ձեռքի տակ քաղաքաշինության կոմիտեի դեմ քվեարկությունը, որ չի համապատասխանում այդ նախագիծը ձերիս կողմից տված ճարտարապետան նախագծային առաջադրանքին։ Այդ դեմ քվեարկության պայմաններում հայրիկիցդ կհարցնես շին թույլտվություն տրամադրելը համբալություն է, թե ինչ է։ Կգնաս այդ համբալ բառի ստուգաբանությունը այդ տիրույթում կպարզես։ Հաջորդը քո ձեռքի տակ առկա է կադաստրի կոմիտեի դեմ քվեարկությունը, որ համաձայնություն չկա բնակիչների կողմից հարևան, որ այդտեղ կարելի է այդպիսի նախագիծ իրականացնել։ Կգնաս հայրիկիցդ կպարզես այդ դեմ քվեարկության պայմաններում կադաստրի կոմիտեի կողմից, քո կողմից շին թույլտվություն տրամադրելը համբալություն է, համբալի գործ է, թե ինչ է։ Հիմա հաջորդը, պարոն Կամո Արեյան, այս շենքի ամենահնաբնակ պաշտոնյաներից մեկն ես։ Բոլոր գրեթե քաղաքապետերի օրոք զբաղեցրել ես քաղաքապետի տեղակալին հավասար կամ տեղակալի պաշտոնը։ Նույնիսկ եղել ես պաշտոնակատար քաղաքապետի։ Շուրջ 70-ամյա արդեն տարիքը առած անձնավորություն ես, քեզ թողել են այստեղ, որ ղեկավարես դառնաս մանկապարտեզի վարիչ։ Այդ մանկապարտեզի սաներից չես կարողանում հասկացնել, որ 4 շենքի արանքում հնարավոր չէ իրականացնել այդպիսի շինարարություն։ Իդեպ դու այդ տարածքին շատ լավ քաջատեղյակ ծանոթ ես, որովհետև Արաբկիրի բնակիչ ես։ Այդ տարածքը, որը եղել է կանաչ տարածք և ունեցել է 100-ամյա տներ, նաև քո թույլտվությամբ քանդվել է այսօր և այդտեղ տեղի է ունենում ապօրինի շինարարություն։ Բայց մանկապարտեզից սաներին չէր կարող դաստիարակել քո նախնիների, սասունցիների ոգով, որ հայերի տները չի կարելի քանդել։ 100-ամյա տները, որը պատմամշակութային ժառանգություն են, չի կարելի քանդել։ 100 տարեկան ծառերը չի կարելի կտրել, առողջ ծառեր, որը կանգուն են, չի կարելի, դա պատմությունն է։ Այդ պատմվածքները, որ լսել ես քո պապերից հետ, աղբյուր Սերոփի, Գեորգ Չաուշի, այդ սասունցիների պատմվածքները մի հատ հավաքես մանկապարտեզի պատմի, ասա, որ չի կարելի նման բաներ անել։ Հիմա մենք այստեղ ենք, որովհետև քաղաքապետարանի աշխատակիցները, մասնավորապես Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ոչ միայն թույլ են տվել ուղղակի ապօրինություն, այլ մեղադրում ենք իրենց քրորեն հետապնդելի արարքների մեջ, որոնք ունեն կոռուպցիոն բնույթ։
Ուրեմն բնակիչներին ներկայացել է ոմն Էդվարդ Արաքելյան, ով հայտնել է, որ միևնույն է այդ շենքը այդտեղ կառուցվելու է, եւ եթե չեք ցանկանում կարող եք գնալ գյուղերում ապրել, մեկ այլ պաշտոնյայի այդպիսի բան է ասել, քանի որ Տիգրան Ավինյանը ու այդ հողատարածքը գնողը իրար հետ ունեն քաղաքսանիկային հարաբերություններ։ Հիմա մենք արդեն իսկ ներկայացրել ենք հակակոռուպցիոն կոմիտեին հաղորդում հանցանքների մասին եւ պահանջում ենք նաեւ հակակոռուպցիոն կոմիտեից, որպեսզի գա, ինչպես մի քանի ժամանակ առաջ, մի ամիս առաջ եւ մի քանի օր առաջ ձերբակալեց այստեղի կոմունալ վարչության պետին, ձերբակալի Տիգրան Ավինյանին, հատուկ ծրագրերի ծառայության ղեկավար վարչության Ալիկ Վարդազարյանին եւ նաեւ այն ստորադաս մանր պաշտոնյաներին, ովքեր թույլ են տվել այս ապօրինի շինարարությունը եւ ում ստորագրությունը արկա է այս ապօրինի շինթույլտվությունների փաստաթղթերի տակ։ Բացի այդ, 2 օր առաջ ոստիկանության մի խումբ, ջոկատեր խումբ էր, 50-60 հոգիանոց խումբ էր ներկա տարածքում եւ քաղաքապետարանից եկել էին հասարակական անվտանգության ինչ-որ պաշտպանության վարչությունից եւ այդ վարչության նախկին աշխատակիցները այժմ գտնվում են կալանքի տակ, նոր աշխատակիցներ են եւ ասում են, որ մենք խնդիր չենք տեսնում այստեղ անվտանգության եւ հասարակական կարգը խախտելու հետ կապված։ Ուղղակի 2 օր առաջ այդ ապօրինի շինարարության հետևանքով մի դեռահաս աղջիկ ընկավ ավտոմեքենայի տակ, որովհետև տարածքը նախատեսված չէ, չունի մուտք դեպի այդ ապօրինի շինարարության իրականացման տարածք, այսինքն մեքենաները այդ մեծ ծանր, թրթուրավոր եւ բեռնատար մուտք են գործում տարածք մի այնպիսի տեղից, որը նախատեսված չէ, խախտելով ճանապարհաերթևեկության բոլոր կանոնները։ Պարոն Արեյան, քեզ ենք սպասում, եկեք մոտեցեք, որպեսզի ձեր հետ խոսելով դուք գնաք օրինություն։ Մենք չենք գտնում, որ այստեղ արկա է, գոյություն ունի օրինական կարգով քաղաքապետ, չնայած նրան, որ այդ քաղաքապետ կոչեցյալը հանդես է գալիս ստորագրություններով, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով, որ քաղաքապետարանում վերահսկողություն այս մանկապարտեզում վարիչը դուք եք, ձեզ ենք հրավիրում այստեղ։ Մեծ տարիքով մարդ եք, արդեն ձեր տարիքը հասած, առած անձնավորություն եք։ Հերիք չի քանդեք Երևանը։ Հերիք չի թույլ տաք այս մանկապարտեզի միջոցով ավիրել Երևանը։ Այս տարիների ընթացքում, այս ՔՊ-ի խայտառակ ղեկավարման ընթացքում տրվել է շուրջ 6000 շինթույլտվություն, ամբողջ քաղաքը ավիրել են, ամբողջ քաղաքի կանաչ տարածքները վերացրել են եւ շարունակում են վերացնել։ Հերիք չի, դուք եք ուզում դինել այդ մեղադրյալի աթոռին եւ գտնվել կալանավայրում։ Սասունցի մարդ ես, տարիքը տարած, ինչ է քեզ մնացել։ Քո կյանքի ամբողջ հիմնական մասը 90% ապրել ես։ Ինչ ես անում քաղաքի հետ։ Հերիք չի մանկապարտեզի հավաքի եւ վերացրա այդ ապօրինությունները։ Որպես բնակիչ։ Այո, հարգելի Տիգրան Ավինյան, դուք հիշեք, որ նախընտրական արշավի ժամանակ, երբ որ ասում էի, ասենք կանենք, մենք ձեզ հրավիրեցինք մեր բակը եւ այս խնդրի շուրջ իրար հետ բավականին երկար զրուցել ենք։ Ես եւ դուք մենք շատ լուրջ այդ խնդիրը արձարծել ենք, իմանալով հանդերձ այս մեր գլխի գալիքը։ Հիշեք, դա եղել է
2023 թվականի սեպտեմբեր ամսին, երբ որ դուք Քարոզ Արշավի էիք Արաբկիրի տարածքում։ Հարգելի Տիգրան Ավինյան, դուք մեզ խոստացաք, որ կուղարկեք փորձագետների խումբ, երբ որ ես հարց տվեցի ձեզ, թե ով պետք է մեր շահերը ներկայացնի այս պատմության մեջ, ով պետք է մեզ լսի։ Դուք ասեցիք, որ հանրային լսում կկազմակերպենք, կգանք այս բակը, ես էլ հրավիրեցի, ասեցի, այսօրվանից հրավիրված եկեք հանրային լսմանը, խնդրում եմ դուք եկեք անձամբ, ձեր ենք տվել մենք ձեզ հետ, որ դուք այո կգաք մեր բակը եւ հանրային լսում կազմակերպեք, մեր կարծիքը կհարցնեք։ Մինչև երկուշաբթի օրը, երբ որ արդեն շինարարությունը սկսվեց, ձայն բարբառով անապատի, որևէ մեկը Երևանի քաղաքապետարանից մեզ հետ չի հանդիպել ու չի շփվել եւ եկել հասնենք այն կետը, երբ որ համապատասխան փաստաթղթերով ձևակերպված քաղաքապետարանի օգնությամբ, պրոֆեսիոնալ ձևով ձևակերպված փաստաթղթերով, որը օժանդակում է Երևանի քաղաքապետարանը, շինարարը եկել է եւ անմիջապես նույն օրը եկել են ամբողջ Արաբկիրի բաժնի ոստիկանները։ Մենք 3-4 անգամ մոտեցել ենք, ասում ենք, «Տղեկ, ինչ կա եկել եք այստեղ հարգելի ոստիկաններ»։ Ասում ենք, եկել ենք հասարակական կարգը պահենք, ասում ենք, ումից եք հասարակական կարգը պահում։ Սրանցից, որ առանց նորմերը, օրենքները պահելու շինարարություն են, պահեք, մի թողեք անեն այդ շինարարություն։ Մենք այստեղ ոչ մի բան ձեզ չենք խանգարում։ Մենք այստեղ ուղղակի ապրում ենք։ Հիմա ինչի համար է այդ ոստիկանական խումբը գալի, եթե ամեն ինչ ճիշտ է։ Ամբողջ պատմությունը նրանում է, որ նախապես իմանալով մենք փորձեցինք ուրիշ բակերի իրավիճակին չհասնել, եկանք հասանք նույն վիճակին։ Տվեցին համապատասխան պատրաստված փաստաթղթեր, ինչի վերաբերյալ հարգելի Նարեկ Բարսեղյանը, ճարտարապետը, մեզ ասում է, իրանք շատ հմտորեն արել են դա, գնացեք դուք էլ հմտորեն արեք, այսինքն գտեք փորձագիտական կազմակերպություն, որը ձեզ կբերի եւ կգտնի թերություններ եւ կմտնեք դատարան եւ այլն։ Եղբայր, ես ասում եմ, բա մեր քաղաքապետարանը պետք է մեր կողքը կանգնի, որ այդ գործերն անենք։ Դուք մեր քաղաքապետարանն եք, ինչի մեր շահերը պաշտպանող այսօր չկա, ինչի մեզ հետ ոչ ոք չի շփվում, չեք գալիս եւ չեք ասում, ժողովուրդ, ինչ դարդուցավ ունեք, ինչից եք դժգոհ, եկեք իմացեք։ Հրավիրում եմ ձեզ մեր բակը, պարոն Ավինյան, ես ձեզ հրավիրում եմ մեր բակը, որ ձեր խոստումը կատարեք, եկեք շփվենք իրար հետ, ինչու չեք գալիս, համեցեք։ Շնորհակալություն լրատվամիջոցներին, որ աջակցում են այս հարցի լուսաբանմանը։ Այս պահին մենք կավարտենք այս մեր բողոքի գործողությունը, բայց բողոքի գործողությունները լինելու են շարունակական մինչև դադարի այդ ապօրինի շինարարությունը։ Այս պահին կարող ենք ասել, որ տարբեր ուղղություններով, այդ թվում նաև իրավական ուղղությամբ հայցեր են ներկայացվել դատարան։ Հայցերին դեռ այդ մեր ակնկալված ընթացքը չի տրվել, դատարանները ձգձգում են, բայց այնուամենայնիվ այս ապօրինի շինարարությունը կանգնելու է, այդ Ադամիկու ՍՊ-ին կոչ ենք անում այն գումարները, որը փոխանցել եք Աննա Հակոբյանի ֆոնդերին, ում հետ որ գնացել են ձեր այդ ներկայացուցիչ տղամարդիկ ճաշելու, փոխանցելու, դա լինելու է ապարդյուն, ինչքան է գումար ծախսեք, այդ տարածքը լինելու է կանաչ գոտի, դա չի կարող լինել այդ ձեր երազած, ձեր ախորժակը բավարարող, շրջարում է ներքև զրոնիշից 3 հարգանի ստորգետնյա տարածք և չի կարող լինել 9 հարգանի այդտեղ շենք, դա բացառվում է։ Այդ նույն այդ Ադամիկու ՍՊ-ի ներկայացուցիչները, ովքեր մեզ հայտնեցին, որ իրենք քավոր սանիկ են Ավինյան Տիգրանի հետ, նույնպես պատժվելու են, այնև ստանալու են քրեական պատիժներ։ Այդ օրը գալու է, հիշեք ձեր անցյալը, հիշեք ոնց եք գաղթել Արցվաշենից, երբևիցե Երևանում ոչ մի բնակության հնարավորություն չեք ունեցել, հիմա եկել եք երևանցիների տներն եք քանդում, դա ձեր չի ներվելու։ Ադամիկում եք, Վահրամ, չգիտեմ, Ադամյան եք, ով գնել է այդ տարածքը կոպեկտերով, հետո խարդախ ինչ-որ գործարքով վաճառել է Ադամիկում ՍՊ-ին, որը նույն իրեն է պատկանում բաժնեմասով։ Այսինքն մենք բոլոր փաստաթղթերի հետ ծանոթ ենք, ձեր խարդախությունները արձանագրվել
ուսանողներին ընթացք է տրվելու իրավապահ մարմինների կողմից։ Մի մտածեք, որ այդ ընթացքը շատ ուշանալու է։ Այսքան այսօր։